Դատական հայց եք ներկայացրել Նիկոլ Փաշինյանի կնոջ Աննա Հակոբյանի դեմ, մի փոքր մանրամասներ կներկայացնեք այդ գործից։ Հիշեցնեմ, որ դատական հայց ներկայացրեցի այն բանից հետո, երբ Աննա Հակոբյանը ի պաշտպանություն եկեղեցու թողարկումներից մեկից հետո այսպես զրպարտանք էր տարածել իմ մասին եւ կարելի ասել շոկի ենթարկող զրպարտանք, որովհետեւ ոչ միայն այն առումով, որ սեռական բնույթի կեղծ տեղեկություններ էին տարածվում, այլ նաեւ որ հենց տարածողը կին է ինքը կենսաբանորեն, այդտեղ ուրիշ անելիք չկար, բացի նրանից ընդհանրապես քաղաքական դաշտում կարծում չի կարելի նման սադրանքների տրվել ինչ-որ այլ գործողությունների գնալ, հատկապես հաշվի առնելով այն, որ ինքը իգական սեռի ներկայացուցիչ է եւ իշխանության ղեկին գտնվողի չփաստաթղթավորված կինն է, որոշեցինք դատական կարգով հարցը լուծել եւ մենք դիմեցինք դատարան, հայց ենք ներկայացրել դատարան զրպարտության եւ վիրավորանքի հիմքով եւ ակնկալիք ունենք, որ դատարանը պիտի իօգուտ մեծ որոշում կայացնի, որտեղ փաստարկված հայց է եւ Աննա Հակոբյանը ստիպված կլինի եւ ներողություն խնդրել եւ նաեւ դրամական փոխհատուցում տալ։ Ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ Աննա Հակոբյանը ոչ միայն չի ներկայացել դատարան ու փաստաբան չունի այդ գործով, այլ հարցին չի պատասխանել, հայցին չի պատասխանել։ Դե իհարկե առաջներտին դատարանը պիտի վերաբերվի դրան, դա անարգանք է դատական իշխանության նկատմամբ, եւ սա մի պարագայում, երբ իրենք իշխանության ղեկին են գտնում, ըստ էության սա կարող է նշանակել մի բան, որ իրենք թքած ունեն դատական համակարգի վրա, իրենք թքած ունեն իրավական ճանապարհով խնդիրները լուծելու տարբերակի վրա։ Ես հիշեցնեմ, որ վերջին մի քանի ամիսներ իրենք են դժգոհում ատելության մթնոլորտից, իրենք են խոսում դատական իշխանության կարևորությունից, բայց փաստորեն երբ հարցը վերաբերում է իրենց, որ իրենք պիտի դատարանի առաջ կանգնեն եւ պատասխան տան իրենց վարկագծի համար, այդտեղ իրենք արդեն թքած ունեն դատարանի վրա։ Եվ այս առումով կարծում եմ այն դատավորը, որը քննում է գործը, հատկապես պիտի ուշադրություն դարձնի սրան, որովհետեւ սա ակնհայտորեն անարգանք է նաեւ առաջներտին իր նկատմամբ եւ գլոբալ իմաստով դատական ամբողջ իշխանության նկատմամբ։ Սա նշանակում է, որ Աննա Հակոբյանը ենթադրում է, որ ինքը կարիք չունի դատարան ներկայանալ, կարիք չունի անգամ հայցի պատասխան գրելու, ինչը իր իրավունքն էր եւ պիտի գրեր, որպեսզի պաշտպանվեր, չի պաշտպանվելու իմաստ չի տեսնում, որովհետեւ երևի թե կարծում է, որ կամ իր ամուսինը վստահեցրել է, որ դատարաններում ես այս դատավորի մասին չեմ ասում, այլ ընդհանրապես ամուսնու խոսքից ելնելով, որ դատարանում հիմնականում վնգստացող դատավորներ են եւ Նիկոլ Փաշինյանը ինչ որ ձևով կհուշի եւ իր կնոջը պետք եղած ձևով դատարանը որոշում կայացնի, բայց ես դատարանը այս դատավորին չեմ ճանաչում, չեմ կարող ասել իրենց պատկերացրած դատավորն է թե ոչ, հույս ունենա, որ այդ նման դատավոր չի եւ սա եւս պիտի որ նպաստի դատարանին արդարադատություն իրականացնել, այնպես ինչպես տրամաբանությունն է հուշում, այն է Աննա Հակոբյանին ստիպել, որ ինքը ներողություն խնդրի իր վարկագծի համար եւ դա նաեւ դրամական փոխհատուցում, որի օգտագործման մասին մենք արդեն հայտարարել ենք, որ նպատակ ունենք ստորացման եւ հայրենադավության հուշարձան կանգնեցնել, իհարկե այդ հուշարձանը ծնկած է լինելու, բայց մենք կանգնեցնենք Աննա Հակոբյանի եւ Նիկոլ Փաշինյանի տեսքով այդ գումարը այդ նպատակով կփորձենք օգտագործել եւ նաեւ իհարկե այդ գումարը բավարար չէ, մեր հայրենակիցների աջակցության կարիք կլինի այդտեղ ամբողջական աջակցության պարագայում մենք անպայման այդ արձանը կկանգնեցնենք։ Ինչ է ակնկալում դատարանից։ Դե արդեն երևի թե մի մասով ասացի, որ ակնկալում արդարադատություն, որովհետեւ ի վերջո մեր ուզածը իրավական պետություն ունենալն է, իրավական պետությունում նման վարկագիծը միայն կարելի է վիճարկել դատական կարգով, հատկապես եթե իշխանության ղեկին գտնվողներն են անում, մենք հույս ունենք, որ դատարանը արդար վճիռ կկայացնի, չնայած ես ասեմ Փաշինյանի օրոք դատարանների նկատմամբ այդպիսի վստահություն չունեմ, ուղղակի ակնկալիքս է, որ հատկապես Աննա Հակոբյանը արդեն ասեց արհամարական թքած ունենալու վերաբերմունքից հետո դատարանը պիտի որ մոտիվացված լինի ցույց տալու, որ իրանք դատարան են եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանի կամ Աննա Հակոբյանի հորդուքյանը մեծ վստահություն չունեմ Փաշինյանի իշխանության օրոք դատական համակարգի նկատմամբ, չնայած նախկինում են շատ վստահել էր, բայց այստեղ կարծում արդեն բացի նրանից որ
քաղաքացու այս դեպքում իմ արժանապատվության մասին է խոսք գնում, այլ գնում է նաև դատական իշխանության արժանապատվության մասին խոսք։ Իրենք պիտի ցույց տան ունեն արժանապատվություն, թե չէ, եթե չունեն, ապա բարի։ Եթե օրինակ այն տեքստը, որ տարածել է իմ մասին Աննա Հակոբյանը, դատարանը համարի, որ դա զրպարտանք կամ վիրավորանք չէ, օրինակ դա կնշանակի, որ ես էլ կարող եմ օրինակ դատարանի դատավորի մասին, իր ընտանիքի անդամների մասին համանման մի տեքստ տարածել եւ համարել, որ դա զրպարտանք չի կամ ցանկացած այլ իշխանավորի նկատմամբ, այդ թվում Աննա Հակոբյանի նկատմամբ։ Ես վստահաբար կտարածեմ այդպիսի տեքստեր, եթե դատարանը նման որոշում կայացնի, որովհետեւ դա կլինի անարդար վճիռ, որի ակնկալիք ես չունեմ։